իդեալական լինել չլինելու եւ սակրալ լինել չլինելու, սակրալ հայերեն ասած սրբա ինքնասրբադասող երևի ավելի այս կոնտեքստում ճիշտ կլինի։ Իրական կա իդեալական լինելու ձև։ Օրինակ մեր հակառակորդները այդ ձևը գտել են։ Վերցնում ես երկու լրագրող, որոնք պատկանում են քեզ բառից բուն իմաստով եւ ոչ միայն բուն, նստում ես, իրանք հիացական հայացքով նայում են քեզ, տալիս են հարցերը, որոնք ուզում են քեզ տան, դու պատասխանում ես։ Տարբերակ երկրորդ, AI-ով ելույթ ես ունենում։ Դնում ես, քանի որ դու խոսալ չգիտես, անգրագետ ես ենթադրաբար կամ ոչ ենթադրաբար, ասում ես քո թիմակիցները AI-ով սարքում են արհեստական բանականություն, դնում են քո ելույթը։ Կամ օրինակ պահում ես էլի քեզ մի պատկանող մի քանի թիմակից, որոնք պարտավոր են ծիծաղել քո անհաջող հումորների վրա։ Այ էս է իդեալական բառից։ Այ մոտավորապես էս։ Ու անպայման բերանը շատ մեծ լայվ լայք բացելով։ Շնորհակալություն ցուցադրելու համար, պարոն Ալեքսանյան։ Որ չէ չմոռանանք, որ ազգային ժողովի նախագահի տեղակալ նախագահ։ Դուք պարտավոր եք ծիծաղել։ Պատգամավորը պետք է պատշաճ արտահայտի։ Հիշում եք, չէ՞, ժամանակի մի հատ խմբակցություն կար, այդ խմբակցության նախորդ գումարման ժամանակ, այդ խմբակցության ղեկավարը հենց որ ժամանում էր ազգային ժողով, իր ամբողջ խմբակցությունը պարտավոր էր իրան դիմավորել դռների դիմաց։ Դահլիճից դուրս գար։ Այնպես որ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, որ փաստացի իշխանությունն է ավելի ուղիղ եթերում ամեն ինչ անում, որը տեսականորեն շատ ավելի մեծ հնարավորություններ ունի իրականությունը իր ուզած ստերիլ վիճակում ներկայացնելու, բայց ընդդիմությունն է այդ ստերիլության մեջ, իսկ վերադառնալով մեր դաշնակցական եղած լինելու, պարոն վարչապետ, ինձ թվում է հիմա եթե շատ պարզացնենք իրավիճակը մեր քաղաքական դաշտում, ինչ է կատարվում, ըստ երևույթի մենք մի հատ պահ է եկել, որ դուրս ենք եկել դաշնակցության Դե փիլիսոփայորեն դաշնակցական։ Ինչ որ բան ա եղել, որ մենք հասկացել ենք եւ դուրս ենք եկել պայմանական դաշնակցության բյուրոյից։ Եւ ամբողջ ընդդիմությունը եւ իրանց հետ համամիտ մի հատ հատված մեզ ասում են չէ եղեք դաշնակ, չէ եղեք դաշնակ, չէ եղեք դաշնակ։ Ու դա ուղեկցվում է բնականաբար տարբեր հոգեբանական ճնշումներով եւ այլն։ Բայց ինչն է այստեղ շատ կարեւոր, օրինակ այս վերջերս ուրբաթ օրը, եթե չեմ սխալվում, Պարոն վարչապետ, դուք ելույթ ունեցաք պատերազմի կուսակցության մասին, որը ինչ են որակում ընդդիմադիրները, ասում են, ահա, մեզ վախացնում է պատերազմը, մեզ սպառնում է պատերազմը, բայց այդ նույն մարդիկ են, ովքեր 2020 թվականի պատերազմից հետո ձեզ մեղադրում էին ուղիղ հակառակի մեջ, ձեզ մեղադրում էին պատերազմով չվախացնելու մեջ, իրանք ասում էին, ինչի ինքը չեկավ, չներկայացրեց պատերազմի ռիսկը, չներկայացրեց իրերի դրությունը, չասեց ճշմարտությունը, մենք կլսենք, կասենք դե վարչապետն է այս առաջարկում։ Հիմա, երբ որ մենք չենք առաջարկում որևէ զիջում, իդեպ մենք եկել ենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ հանուն խաղաղության պահանջվում է 0 զիջում, 0 զիջում։ Նույնիսկ այդ պայմաններում իրանք երբ որ մենք ասում ենք, որ եթե մենք երկիրը գնա ընդդիմության առաջարկած ճանապարհով պատերազմը դառնալու է անխուսափելի, ասում են ինչի եք զգուշացնում դրա մասին։ Զգուշացնում ենք, որովհետև պետք է զգուշացնել։ Եվ նաև ավարտելով այս սխալներից հետևությունները, որտեղ մենք դադարել ենք լինել դաշնակ։ Չլինել դաշնակ, հետևում ենք իրաց հազար ներողություն խորհրդին ու քննադատության ինչու՞ չէ։ բանել եմ ու այդ թվում, այդ բան Ռոբինը։ Հիմա տեսեք, այդ դրվագին անդրադառնալով ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել, օրինակ ինչի 2000 հա 2000 ինչի 2018-19 թվին ես չեմ եկել այդ բաները ասեմ, լսեք, բաներ կար մեր իրականության մեջ, որ լեզուն մարդուով ուզում ես չի պատտվի տենց բան ասել, հասկանում եք։ միտքն չէր պատտվում, որ հետո լեզու պատտվում։ Միտքը, այո, երբ որ բանը ոնց անում ապահովիչը, երբ որ միտքը զարգանում է միջև, դե ապահովիչը գցում, ասում է, չէ, դու չպետք է մտածես տենց։ Դու պետք է չմտածես տենց։ Այն ինչ որ բաներ կա, ես այսօր ասում եմ, իմ լեզուն չէր պատտվի, ես չէի կարա դա, ով կարար դա ասել, ես ընդհանրապես, ես չէի կարա դա ասել։ Եվ դա ես չէի կարա մտածել, ես ինքս ինձ չէի կարա թույլ տալ, որ ես ինքս ինձ ասեի այդ բաները։
Որովհետև այդ գաղափարը դրա համար պետք է այդ գաղափարախոսական, ես ինչի եմ խոսում իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, որովհետև նախ այդ գաղափարախոսական գաղափարը պետք է հաղթահարես, որ քո մտածողության, որ քո մտքում մտածողության նոր տարածք առաջանա, որի մեջ դու կարողանաս նոր բան մտածել։ Ասում են, ասել ես Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, ասել եմ, որովհետև ես 100% ամնացորդ նվիրված եմ եղել գաղափարախոսական այդ գաղափարին։ Մեր հարազատ գաղափարախոսական գաղափարին։ Դա դրա մասին եմ մտածում, բայց այսօր ինչի եմ էմոցիոնալ ասում։ Լսեք, գնացեք նայեք, որ կառավարության օրոք Ղարաբաղին ինչքան ֆինանսավորում է տրվել։ Այո, ոչ մի կառավարության օրոք Ղարաբաղին այդքան ֆինանսավորում չի տրվել։ Որովհետև ես անմնացորդ նվիրված եմ եղել ես եւ մենք գաղափարախոսական այդ գաղափարին։ Չի եղել մի բան, որ Ղարաբաղը մեզնից ուզի եւ մենք մտածենք։ Մենք ասել ենք Հայաստանում էս չենք անի, էս չենք անի, էս չենք անի, այն չենք անի, այն չենք անի։ Այսօր որ մի դրվագ եղավ, որ չէ, երեք էր հրազդանում էր, հա, որ ասում է թոշակները։ Լսեք, Ղարաբաղում թոշակներն էլ է բարձր եղել, աշխատավարձներն էլ է բարձր եղել, գներն էլ ցածր է եղել։ Ինչի հաշվին է եղել, մեր տված ֆինանսավորման հաշվին է եղել։ Ես դրանից եմ բան եմ ելնում, ես տեսակ էլի ինքնատիրապետումս գործում։ Եվ որովհետև հասկանում եք, ես այնքան, որովհետև տակնու վրա եմ ելնում, քանդվում եմ ես այդ թեմայի շուրջ, ես ջաղջաղվում եմ այդ թեմայի շուրջ, որովհետև ոնց, էլի բաներ կա, հիմա հազիվ եմ զսպում, որ չասեմ, որովհետև չի կարելի ասել այդ բաները, չի կարելի ասել այդ բաները։ Օգտվելով այդ առիթից Ռուբինյանը ինձ ընդհատում է, որովհետև լարվում է, մտածում է արդեն էսա Արցախը Հայաստանը եւ վերջին, նաեւ ի՞նչն է հետաքրքիր։ Ովքեր են ձեզ մեղադրում Արցախը Հայաստան եւ վերջ ասելու մեջ։ Այն մարդիկ, ովքեր այսօր ասում են սրիկաներ, ինչպես եք համարձակվում չասել, որ դադիվանքը մերն է, Արարատը մերն է։ Իրանք չեն հասկանում ու նաեւ այդ նույն մարդիկ ասում են ես իշխանությանը մեղադրում եմ, որ պատերազմը չկանխեց։ Իրանք չեն հասկանում, որ կոդի մակարդակով հնարավոր չի միաժամանակ ասել դադիվանքը եւ Արարատը մերն է եւ կանխել պատերազմը, որովհետեւ ասել, որ դադիվանքը մերն է կամ չգիտեմ վանը մերն է, նշանակում է ասել, որ լինելու է պատերազմ։ Այսօրվա ներեք նշանակում է սկսել պտտել պատերազմի անիվը, ինչ արագությամբ այդ պատերազմը կարող է վաղը չլինի, 2 շաբաթից չլինի, կարող է 1 ամսից լինի։ Ընդ որում ես ասում եմ հիմա իրավիճակը սենց է, որ լինելու է սեպտեմբերին, չի ուշանալու այլևս այդ անիվի Ընդ որում մի հատ էլ տարվա վարչապետն եմ, ուրեմն չեմ կարա։ Ընդ որում մի հատ էլ հələ կներեք։ Հազար ներողություն էլի պարոն Ռուբինյան։ Հազար ներողություն։ Ինչ էի ասում։ Ես ինչ այն որ բոլորը ասում են պատերազմ առնելու, ես ինչ էի ասում։ Ասում եմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Ասում են ինչ գիտես։ Բայց 7 տարվա վարչապետ եմ, եթե ես այդ իրավիճակը չկարողանամ գնահատեմ, ես ո՞նց եմ վարչապետ։ Հիմա էլ ասում եմ ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեիք, հիմա ասում եմ շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մթնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Մի բան էլ ավելացնեմ ու երևի փոխանցեմ ում ուզում եք փոխանցեմ, բայց ինչի պատերազմ կլինի, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա մեծամասնություն, ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրից գոյությունից է կախված պատերազմ լինել չլինելը բառիս ուղիղ իմաստով, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանը, այլ ընտրի օլիգարխների առաջադրած ուղին, այդ ուղին է տանելու դեպի պատերազմ։ Պարոն Ռուբինյան, ես այդ եզրակացությանը եկել եմ, ինձ ասել եմ բերեք, ինչ են ասում այդ մարդիկ այս թեմայի հետ կապված։ Եվ ես կարդացել եմ, ես սարսափել եմ ուղղակի։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ամբողջը խաղաղության ռևիզիայի մասին է։ Երբ որ ռևիզիան սկսեց, Հայաստանի սահմանների ռևիզիայի մասին է դա, իրանք թվում է որ դեպի լավը, բայց դեպի վատը։ տեսեք, այ հիմա անդրադարձակ, ինչ են ասում,
այդ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին բանախոսությունների ժամանակ նաև ասում են այդ որ մեր սահմանը բան եք անում, ֆիքսել եք այստեղով, որ սահմանը ֆիքսել եք, դուք մեզ զրկում եք հնարավորությունից, որ մենք դեպի արևմուտք ընդլայնվենք, դեպի արևելք ընդլայնվենք եւ այլն եւ այլն։ Ես ասում եմ ճիշտ եք ասում։ Եվ մենք ստեղ դրել ենք արգելք եւ այդ արգելքը մեզ համար էլ աշխատում։ Բայց մենք այդ արգելքը դնում ենք նաեւ այդ պատճառով, որովհետեւ այդ արգելքը աշխատում է նաեւ հակառակ ուղղությամբ։ Որովհետեւ եթե մենք ասում ենք, լսեք, ստեղ արգելք չկա, մենք կարանք գնանք դեպի արևելք կամ արևմուտք։ Արևմուտքից ու արևելքից ասում են, այս ինչ լավ բան եք ասում, նշանակում մենք էլ կարանք գանք դեպի համապատասխանաբար արևելք եւ արևմուտք, այս ամբողջ խնդիրը։ Դրա համար եմ ես ասում 2022 թվականին ասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ես։ Այո, ճանաչել են, բայց հանուն ինչի, որովհետեւ հասկացել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է իր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Եվ եթե մենք ուզում ենք Ես 2022 թվին լինելով հապկում նախագահող, եւ որ մեկ էլ ես ասում եմ, լսեք, ես մեր հապկի մեր դաշնակիցներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, մեկ էլ ինչ-որ ներքին ձայն ինձ ասում ալա ընկեր ջան, հələ մի րոպե, իսկ դու քո ղեկավարած երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ես, ու ոնց որ սառը ասում եմ, մի րոպե, մենք ոնց ալնում այդ Աստվածաշնչելի այդ խոսքը պիտի նայես ու պիտի չտեսնես։ Ոնց մենք չենք տեսել, որ մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ուսա ֆունդամենտալ խարխլել ենք դրանով մեր ինքնիշխանությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար